Շարունակվում է մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ եւ մենք էլ շարունակում ենք կիսվել ձեզ հետ մշակութային նորություններով, թե ինչ է սպասվում առաջիկայում ու մասնավորապես այսօր մայիսի 16-ին Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Յուրի Գզոյանի եւ Մարիետտա Բադալյանի նվիրված հուշերեկոն։ Հիմա հուշերեկոյի մասին մանրամասներ կիմանանք մեր հյուրից։ Էլիզա Դարյանն է մեր տաղավարում, երգչուհի Յուրի Գզոյանի եւ Մարիետտա Բադալյանի դուստրը Բարի լույս ձեզ։ Շատ ուրախ ենք, որ մեզ մոտ եք։ Ինչպես է սկսվել ձեր առավոտը։ Հատկապես այս պատերի ներսում լինելու համար։ Ինչ հաճելի։ Պապայի երկրորդ տունը, եթե ոչ առաջին։ Ինչպես է սկսվել ձեր առավոտը։ Այն էլ այսօր։ Ինչ, հա, լարված մի բաժակ սուրճով եւ պատրաստվել եմ, որ գամ այստեղ։ Պապայի նման ամեն առավոտյան ժամը 7-ին Զարթուցիչի նման իհարկե չէր դնում, ինքը արթնանում էր, սուրճը բոլորիս համար պատրաստում, միասին սրճում ենք եւ գալիս էր այստեղ։ Մեր հեռուստադիտողների համար նշենք, անդադար նշում եք պապայի երկրորդ, եթե ոչ առաջին տունը, դա իսկապես այդպես է եղել, որովհետև մինչև կյանքի վերջին օրերը նա աշխատել է այս պատերի ներսում, լինելով ռեժիսոր բազմաթիվ նախագծերի, հեռուստանախագծերի, սկզբում մանկական, պատանեկան, հետագայում արդեն երաժշտական նախագծերի։ Եվ խոսենք այսօրվա երեկոյի մասին, հուշ երեկո, սիրված երգչուհի մայրիկը, սիրված ու ճանաչված ռեժիսոր հայրիկը, ինչու որոշեցիք, որ համատեղ պետք է լինի այս հուշ երեկոն։ Որովհետև 19 թվականից եմ պատրաստվում, ուզում էի 20 թվականին 70-ամյակը մամայի կազմակերպել, բայց 20 թվականին հիշում եք ինչ աղետալի տարի էր, կովիդը, պատերազմը եւ այսպես եկանք տարիները թռան, ինձ մոտ խնդիրներ կային։ Եկանք 75-ամյակը մամայի եւ միտք ծագեց, որ անպայման պապային էլ պետք է, պապան բավականին մեծ ավանդ ունի հեռուստատեսության կյանքում, 60 թվականից աշխատել է այստեղ եւ մեծ պապան մեղավորություն ունի մամայի կայացման գործում։ Ինքն է մամային հայտնաբերել, այո։ Լսել է եւ հետո 74 թվականին Կարապի տարածքում հեղինակային երգի փառատոն է պապան կազմակերպում, որտեղ նաեւ շատ սիրված երգիչներ են առաջին անգամ, որը Մարիետտան էր Բադալյան, Ռուբեն էր Հախվերդյան առաջին անգամ եթեր են դուրս գալիս հենց այդ փառատոնի ժամանակ։ Եվ ժողովուրդը սիրում է հեղինակային երգ, այդպես տարածում է գտնում։ Մինչև այդ իհարկե ես պետք է նշեմ առաջին, միշտ որովհետև փոքրուց լսում էի, դա պետք է ասեմ առաջի բացօթյա նկարանումը նորից պապան է, աշնանային գույներ, ինքը սիրում էր այդպես նորություններ մտցներ, աշնանային գույների ժամանակ էլի մելոմաններ կային խմբեր, Մարտին Ահարոնյան, էլի նման անուններ, պապան էր եթեր հեռարձակում այն ժամանակ, կար մի հեռուստատեսություն հանրայինը։ Այդպես որոշեցի, որ պետք է անպայման պապայի մասին խոսվի, ընկերները գալու են, խոսելու են, հիշելու են, կարծիքներ են լինելու։ Այո, նշված է, որ երեկոյին խոսքով հանդես են գալու մի շարք մարդիկ։ Այո, ովքեր հիշելու են, իհարկե նորից եմ ասում, էլի եմ ասել, շատ քիչ են մնացել։ Պապայի ամբողջ գործընկերներից շատ քիչ մատերի վրա կարելի է հաշվել։ Եվ ուսանողական ճանաչված դիրիժոր, սիմֆոնիկի գլխավոր դիրիժորն էր Գևորգ Մուրադյան, որ պապայի հետ ուսումնական տարիների համակուրսեցի են եղել։ Եվ պապայի տարբեր գործընկերներ, ես դիմեցի միտքը, որ եկավ պապայի մասին հաղորդում անելու, ես կծկտոր տեղեկություններ, դե փոքր երեխա եմ եղել։ Դիմեցի իմ շատ սիրելի կողմից եւ մեր ընտանիքի կողմից Գարիկ Ինղազարյան, որ շատ սիրով արձագանքեց, ինքն էլ է եղել հեռուստատեսության նվիրյալներից։ Այդպես այս կողմից այն կողմից փորձեցի տեղեկություններ եկա, փորձեցի պապայի ինչ որ բան գտնել արխիվից, որ ճիշտ ասած շատ քիչ բաներ մնացել, ափսոսում եմ շատ, որտեղ շատ լավ նախագծեր ուներ պապան, բայց չգտա ոչինչ արխիվում, ոչինչ չէր մնացել, ափսոսում եմ։ Կգան այդպես բանավոր, կկիսվեն, կպատմեն, կներկայացնեն Յուրի Գզոյան կերպարը, ինչպես։ Ում համար է լինելու այս երեկոյի հանդիսատեսը։ Լավ հարցեր։ Ովքեր որ հիշում են Յուրի Գզոյանին, ովքեր որ սիրում են Մարիետտա Բադալյանի ռոմանսները երեկոն, կերպարը Մարիետտա Բադալյանի իրենց համար է։ Գանալի է։ Այսօր երեկոյան հանդիսատեսը կկարողանա վայելել այդ հուշ երեկոն, բայց մենք քանի ունենք հնարավորություն հուշերով տեղափոխվել անցյալ, մի փոքր պատմություններով կիսվեք, թե ինչպիսին էին նրանք աշխատանքում եւ կադրում, մենք գիտենք, հեռուստադիտողները գիտեն, որովհետեւ տեսել են, ինչպիսին էին տանը։ Կադրում իհարկե պապան միշտ խուսափում էր իր կադրի հակառակ կողմն էր ապահովում, ինքը միշտ կադրից դուրս էր,
անուններ էր հայտնաբերում, բայց ինքը սիրում էր սպերում մնալ։ Տանը ես էլի եմ ասել եթերից, պապան մեր տան հավասարակշռությունն էր, պապան մեր տան ամեն ինչ բերում էր այսպես հավասարակշռության, մաման մեր տան գույնն էր։ Այս ինչ տրամադրություն, որ մի քիչ այն չէր լինում, մաման գիտարը վերցնում էր, ամբողջովին տան գույնը փոխում էր, տրամադրություն էր հաղորդում։ Իր երգեր ունի, որ չի էլ ձայնագրվել, շատ ափսոսում եմ, իր տարանտելաներով իսպանական շարք ուներ երգերի, որ կատարում էր հաճույքից, ասում հետո մեծացնում մամա ինչի՞ չես ձայնագրվել սրանք, այդպես էլ մնացին։ Ես պատկերացնում եմ նաև ձեր տան երեկոները ինչպիսին են եղել, ընկերների հետ հավաքները, ինչպիսի դեպքեր կան, որ տպավորվել են ձեզ մոտ։ Փոքրուց։ Այնտե դա ամեն օրը ախր շատ են, հա։ Այդպես անցնում են երգի ու արվեստի մեջ, իմ մանկությունը այդպես էլ անցել է։ Միշտ մաման գիտարայով սկսում էր, պապան նստում էր դաշնամուրի մոտ, իր բասով մտնում էր։ Ինչպես է կազմվել այս երեկոյի ծրագիրը։ Հենց Գարիկի հետ Ղազարյան ընդհանուր որոշեցինք իր օգնությամբ, ինձ շատ օգնեց ինքը այս ընթացքում, այդպես հիշելով մեծ մասը հենց ինքն է կազմել սցենարը, ֆիլմ է լինելու պապայի մասին եւ մամայի սկզբում ցուցադրվելու է ֆիլմը, հետո արդեն կանցնենք համերգային ծրագրերի մամայի երգերով, գործիքային կատարումներով, մամայի վերջի շրջանում գրված շատ գեղեցիկ Requiem of Love երգի տակ բար է լինելու, ամերիկացիները սփոյլ եմ անում արդեն, բայց երեկո։ Հիանալի առիթ է նաև բոլոր նրանց, ովքեր դեռ չգիտեն ինչ է սպասվում, ավելի տրամադրված կգան, կամ նրանց, ովքեր կարող են ձեռք բերել դեռ հրավիրում են բոլորին, այո, շատ գեղեցիկն է, Մարիետա Բադալյանը սիրված ճանաչված իր ռոմանսներով, բայց նաև ունի հանրությանը նոր Մարիետա Բադալյան, հա, որ ոչ մեկ չի լսել, տարածում եմ իհարկե ես որքան հիմա կարողանում եմ, բայց իր ռոք ժանրի մեջ իր երգերը շատ քչերն են լսել։ Ներգրավել եմ այս դիսկի մեջ երկու երգ, ես ձեզ սա նվիրում եմ, այդպես է կոչվում է Սիրո Ռեքվիեմ, իր երգի թող ձեր հմեկի ձայնադարանում լինի անպայման։ Շնորհակալ ենք անչափ։ Շնորհակալություն եւ խոսեք մի քիչ էլ ձեր մասին, Լիզա, ինչով եք դուք այս պահին բացի իհարկե այս հուշ երեկոն կազմակերպելուց զբաղվում։ Ես ինքս դասական երգչուհի եմ, բայց այդքան շատ չեմ զբաղվել, համերգներ եմ տվել, քիչ, բայց հիմա մամայի գիտարն եմ վերցրել ձեռքս, ուզում եմ մամայի երգերը շարունակեմ։ Ճանապարհը, որտեղ ուզում եմ հնչեցնեմ մամայի երգերը, այդպես չեմ ուզում։ Իսկ երբ եք երգում մամայի գիտարով։ Ես ցանկացած ազատ ժամանակ, հիմա արդեն գիտարից չեմ կարողանում բաժանվել, ոնց որ մամային գրկեմ։ Միշտ ինքը սիմվոլը մամայի հետ է կապված եղել, ես փոքրուց գիտարին չեմ մոտեցել ու շատ փոշմանում եմ դրա համար, թե ինչու եմ անտարբեր եղել այդ գործիքի հանդեպ, ինքը մամայի հետ է իմ ասոցացվել, հա։ Հետո արդեն մամայից հետո միգուցե այդ կարոտից ես սկսեցի պարապել գիտար, որ նվագեմ, իր գործերը նվագեմ, այս երեկոյի համար էի պատրաստվում արդեն մի քանի տարի, ու երևի կշարունակեմ, կարծում եմ կշարունակեմ, որովհետև զգում եմ, որ ամբողջովին դրա մեջ եմ։ Հիանալի է։ Մենք էլ հույս ունենք, որ այսօր երեկոն հիանալի է անցնելու։ Հրավիրում եմ ձեզ, Տոմս եմ բերել ձեզ համար, համեցեք, դուք ծանոթացեք իրենց աշխարհին։ Սիրով։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար, այս պատասխանատու օրվա առավոտը մեզ հետ սկսելու համար։ Ես էլ եմ շնորհակալ, ինձ համար շատ կարևոր էր հմայքում լինելը, իհարկե պապայի պատերի մեջ, պապայից խոսել այստեղ, հիշեցնել, որ նման նվիրալներ է ունեցել հանրային հեռուստատեսությունը։ Շնորհակալ եմ ձեզ շատ։ Հաջողություն ենք մաղթում ձեզ, մենք շարունակում ենք եթերը այս բային երաժշտություն։